Ողջույն, ես Մկրտիչ Իսրայելյանն եմ։ Արդեն ավանդույթ է դարձել Հայաստանի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ ադրբեջանական կրակոցների եւ Ռուսաստանի տարբեր չինովնիկների դիվանագիտական կրակոցների սինխրոնությունը։ Օրեր առաջ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադառնալով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան քաղաքում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացման հարցին նշել էր, որ դա հուսալի ապահովագրում կլինի Սյունիքի մարզի դինամիկ խաղաղ զարգացման համար։ Զախարովայի այս հայտարարությանը հետևում են Ռուսաստանի իշխանությունների տարբեր ներկայացուցիչների ու հայկական ծագումով քարոզիչների ու օլիգարխների սպառնալիքը Հայաստանին կապված Եվրամիության ինտեգրման գործընթացի այսպես ասած հետևանքների մասին։ Ռուսաստանը մի կողմից փորձում է իր ձեռքում պահել Սյունիքը, իսկ մյուս կողմից էլ փորձում է այնպես անել, որպեսզի Հայաստանը դուրս չգա իրենց վերահսկողությունից եւ չգնա եվրոինտեգրման ճանապարհով։ Այս երկու նպատակներին հասնելու համար Մոսկվան գնում է տարատեսակ ճնշումների եւ սադրանքների, այդ թվում օգտագործելով նաեւ տարածաշրջանում իր գործիքին Ալիևին։ Պատահական չէ, որ Ռուսաստանի տարբեր պաշտոնյաների սպառնալիքի ֆոնին Ադրբեջանը սկսում է ակտիվանալ եւ կրակել Հայաստանի գյուղերի ուղղությամբ։ Իդեպ այս առումով Ադրբեջանի ձեռագիրը չի տարբերվում Ռուսաստանի ձեռագրից։ Ռուսաստանը վերջին մի քանի շաբաթների ընթացքում հրթիռակոծում է ուկրաինական քաղաքների խաղաղ բնակչությանը եւ քաղաքացիական ենթակառուցվածքները։ Ադրբեջանն էլ իր հերթին կրակում է Հայաստանի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ եւ բացառապես քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ։ Ակնհայտ է, որ վերջին օրերին Հայաստանի նկատմամբ խիստ ուժեղացել են Ադրբեջանի եւ Ռուսաստանի ճնշումներն ու սադրանքները։ Հայաստանը կրկին հայտնվել է տուրբուլենտության գոտում։ Այս իրավիճակում թերևս խիստ անհրաժեշտ է, որպեսզի Երևանը հավասարակշռված եւ զգուշավոր քայլերով աշխարհին ցույց տա, թե իրականում որ երկիրն է ցանկանում տապալել խաղաղության համաձայնագրի ստորագրումը, եւ որ ամենակարևորն է, թե որ երկիրն է Ադրբեջանին դրդում գնալ մեծ արկածախնդրության։ Գլոբալ առումով Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ չի փոխվել։ Ինչպես նախկինում, այսօր նույնպես Մոսկվան ցանկանում է, որպեսզի Հայաստանի ինքնիշխանության հարցը միշտ իր ձեռքում մնա, որպեսզի իրենց համար Հայաստանը միշտ մնա որպես ֆորպոստ։ Ես Մկրտիչ Իսրայելյանն եմ, կհանդիպենք։ Բաժանորդագրվեք YouTube-յան մեր ալիքին եւ շարունակեք հետեւել մյուս հաղորդումներին։